Անհայտ վտանգները կամ ինչպես կարող ենք պաշտպանել երեխային։ Յուրաքանչյուր ծնող ուզում է իր երեխային պաշտպանել ամեն ինչից։ Բայց երբեմն մենք այնքան ենք անհանգստանում ինչ-որ ենթադրյալ բաների համար, որ իրական վտանգի մասին չենք մտածում կամ նույնիսկ չենք կասկածում։ Վարակներից հետո երեխաների բժշկի դիմելու ամենահաճախ հանդիպող պատճառը կենցաղային վնասվածքներն են։ Անհնար է այնպես անել, որ երեխան երբեք չընկնի, բայց որոշ բաներ մենք այնուամենայնիվ պետք է անենք։ Ինչ վնասվածքներ կարող են կանխել երեխաների մոտ։ Պատուհանից ընկնելը անհրաժեշտ է դնել արգելակներ։ Կահույքի ընկնելը երեխայի վրա պետք է կահույքը ամլացնել պատերին։ Կենցաղային քիմիկատներով եւ դեղորայքով թունավորումը, պահարանները փակել, քիմիան պահել դժվար հասանելի տեղում։ Տրանսպորտային միջոցի տակ ընկնելը պետք է երեխային բացատրել ճանապարհային երթևեկության կանոնները եւ վարքագծի կանոնները ճանապարհի վրա։ Վնասվածքներ տեղաշարժման միջոցներից օգտվելիս ավտոմեքենան, ինքնագլոր եւ հեծանիվներ անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ միջոցներ, սաղավարտ, ծնկապաշտպաններ, որակյալ ավտոմեքենայի նստատեղ։ Խեղդվելը պետք է երեխային սովորեցնել լողալ, բացատրել ջրավազանների եւ ձմռանը սառույցի վտանգները։ Բացի այդ, վտանգը կարող է թաքնված լինել երեխայի այլ մարդկանց հետ շփման մեջ։ Մելաշփումը սահմանափակելը լուծում չէ, եւ այնուամենայնիվ մենք կարող ենք այստեղ եւս նրան պաշտպանել, յուրացնելով մի քանի կանոն։ Երբ ուրիշ մարդիկ մոտենում են, պետք է բացատրել շփման շրջանակների կանոնները, հնարավոր է կորել, պայմանավորվել հանդիպման վայրի մասին եւ քննարկել, թե ինչ պետք է անի երեխան նման իրավիճակում։ Կանխարգելելը ավելի հեշտ է, քան բուժելը։ Սրանք բարդ գործողություններ չեն, որոնք թույլ են տալիս նվազագույնի հասցնել վտանգը։